Քաղաքացիական պայմանագրի հաղթանակը հանգիստ չի տալիս մեկ Ռուսաստանին, որտեղից տարբեր շրջանակներ առ այսօր իրենց հեղինակավոր կարծիքն են հայտնում ընտրությունների իբրև թե ոչ ազատ լինելու վերաբերյալ, մեկ էլ մեր տեղական Ռուսաստանի դարդուցավով ապրող ընդդիմությանը։ Վերջիններս Փաշինյանի հաղթանակի հարցում մեղադրում են բոլորին ու ամեն ինչին, օրինակ ընտրությունների օրն անցկացված գինու փառատոնն է խոչընդոտել, որ մարդիկ գնան տեղամասեր, շուտով հավանաբար նաև եղանակային պայմանները կմեջ բերեն, բայց ամենաուշագրավը Եվրամիությանն ուղղված մեղադրանքներն են, թե եկան, աջակցեցին, Փաշինյանը հաղթեց։ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով Եվրամիությունն իսկապես աջակցել է ժողովրդավարական ուժերին եւ լավ է, որ աջակցել է։ Չի լքել մեզ, չի դավաճանել, չի խուսափել։ Դա լավ է, որ Եվրամիությունը աջակցել է։ Այդ աջակցությունը հակակշիռ էր մյուս կողմերին տրված աջակցությանը, այսինքն գուբերնիային կամ վիլայեթին, ոնց կուզեիք, կախյալ Հայաստանին, ազատազրկված Հայաստանին աջակցողներին դիմադրություն է ցույց տվել Եվրամիությունը ընդամենը։ Ես կարծում եմ, որ բարեբախտություն է դա, որ ես ինձ համարում եմ այդ դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ, շատ լավ արեց, մի քիչ ուշացած, բայց Եվրամիությունը հասավ իր շահերից ելնելով, ինքը անցավ գործողությունների։ Արշակյանը նույնիսկ գտնում է, որ այդ աջակցությունը բավարար չէր։ Եթե լավ աջակցություն լիներ, այդ հակապետական ուժերը, հակաժողովրդական ուժերը ընդհանրապես չէին ներկայացվի իշխանությունում, չէին կարողանա ընտրարշավին մասնակցել։ Այդ իմաստով ես մի քիչ Եվրամիությունից դժգոհ եմ։ Եվրամիության դաշնակցից, քաղաքացիական պայմանագրից էլ եմ դժգոհ։ Այսինքն իշխանությունից դժգոհ եմ, որ թույլ տվեց, որ դրանք մասնակցեն քաղաքական կյանքին ընդհանրապես, ապա քաղաքական ուժերը, մեր մոտ դա արդեն ընդունված է, քրեա օլիգարխիկ ուժերը, հիմա կարելի է ասել նաև օկուպանտ ուժերը, պատկերացնում եք, Հայաստանում ընտրությունների միջոցով Հայաստանի հակառակորդը, հայկական պետության թշնամին իշխանությունը զավթում էր, հիմա մասնակիորեն ունի իշխանության։ Այդ առումով ես դժգոհ եմ և քաղաքացիական պայմանագրից և Եվրամիությունից, որ թույլ տվեցին, որ այդ ուժերը իշխանության մաս ունենան։ Ընտրություններն անցան, Փաշինյանին շնորհավորեցին եվրոպական բոլոր կառույցների ու երկրների առաջնորդները։ Հիմա տեղական ընդդիմությունը հայտարարում է, թե Փաշինյանը իրականում դեպի Եվրոպա չի գնում։ Նախընտրական շրջանում էր պարզապես պետք այդպես ցույց տալ։ Ես ձեզ ասեմ, որ եվրոպացիները շատ միամիտ են անշուշտ, բայց այդքան միամիտ չեն։ Համենայնպես մեր այդ հակապետական, դուք երբ ասում եք ընդդիմություն, պետության ընդդեմ հակապետական ուժերը երազում են դա, որպեսզի Հայաստանը լինի դժբախտության մեջ։ Այդպես չի լինում, եվրոպացիները եկել են, նրանք եկել են և եթե այս իշխանությունը ընդառաջ չգնա Եվրոպային, Եվրոպան կգտնի այստեղ ուժեր, որոնց կդարձնի իշխանություն։ Պատկերացնում եք, վտանգավոր բան եմ ասում, նրանք դա անել գիտեն, այո, նրանք կմիջամտեն մեր ներքին գործերին, նրանք դրա համար իրավունք ունեն, այդ իրավունքները Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը, Հելսինկյան ակտը գրել են եվրոպացիները իրենց հարմար։ Այսինքն նրանք այդ իրավունքներով, որ իրենք են գրել իրենց համար, այդ իրավունքներով կմիջամտեն Հայաստանի ներքին գործերին և այստեղ կգտնեն իրենց համար հարմար գործընկեր, եթե այս իշխանությունը չի։ Այսօր մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը Եվրամիության գործընկերն է։ Նրանք իրար հետ լավ էլ աշխատում են։ Իմ կարծիքով բավարար եռանդով չէ։ Կուզենայի ավելի եռանդով լիներ։
Ազատ Արշակյանն այն գործիչներից է, որ նախաձեռնել էր հայտնի Եվրաքվե օրենսդրական նախաձեռնությունը, որն արժանացավ ազգային ժողովի մեծամասնության հավանությանը։ Վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մեկ անգամ որ հայտարարել է, թե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, եւ Եվրամիությունն ինքն էլ պետք է որոշի ցանկանում է ընդլայնվել թե ոչ։ Եթե ոչ, ապա Հայաստանն արդեն իսկ ուրախ կլինի, որ կարողացել է համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Եվրոմիության ստանդարտները ամենաբարձրն են այսօր։ Առողջապահության բնագավառում, սննդամթերքի, որակի բնագավառում, կրթության բնագավառում, անվտանգության բնագավառում, գիտության, կրթության, այդպես ասենք, ես չգիտեմ, սոցիալական ապահովության բնագավառում, այսինքն ձգտել եվրո ստանդարտների բոլորն են ձգտում, բոլորը։ Ուզում են լավ ապրել, առողջ ապրել։ Հիմա մենք այդպիսի հնարավորություն ստացել ենք երկու պատճառով։ Առաջինը, որ լքվել ենք Եվրազիայի կողմից։ Եվրազիան մեզ լքել է Նագորնի Ղարաբաղում, լքել է մեր տնտեսության մեջ, նույնիսկ տնտեսական պատերազմ է հայտարարել Եվրազիական միությունը, Մաքսային միությունը մեզ տնտեսական պատերազմ է հայտարարել։ Դեռևս չհասած, շուկա չմտած խաղողի դեմ պատերազմ է հայտարարված, փակված է խաղողի ճանապարհը։ Այսինքն հայ գյուղացիները դատապարտված են սնանկացման ըստ Եվրազիական միության։ Գիտեք, Եվրազիական միություն, ՕԴԿԲ, ՍՍՍР, ՍՆԳ, Մաքսային միություն, Տամոժեննի սոյուզ, դրանք բոլորը Ռուսաստանի մականուններն են։ Դա իրականում Ռուսաստանն է, այսինքն Ռուսաստանը մեզ լքել է, բայց ինքը իր քաղաքացիներին մխիթարելու համար, այսինքն իր ձախողումը, ձախողված իշխանություն իր ձախողումը քողարկելու համար մեզ մեղադրում է ինչ-որ բաներում։ Ես չեմ էլ ուզում դրա մասին խոսել։ Արշակյանի խոսքերով, այնինչ մենք տարիներ շարունակ համարել ենք այլընտրանք գլխավոր դաշնակից, ինքնուրույն է հեռացել մեզանից, իսկ Հայաստանի իշխանությունը պարզապես գնաց ընդառաջ Եվրամիության քայլերին։ Ես կարծում եմ, որ իշխանությունը ուղղակի գնաց ընդառաջ, բավական ուշ իր նախաձեռնությունը, իշխանության նախաձեռնությունը չէր։ Գիտեք, որ քաղաքական ուժեր, դուք դա ասացիք, ինձ էլ այնտեղ հիշեցիք, նրանց նախաձեռնություններ հանուն հանրապետության, հանրապետություն կուսակցության եւ եվրոպական կուսակցության ու ազատ քաղաքացիները նախաձեռնեցին այդ ստորագրահավաքը, քաղաքացիական ակցիան, քաղաքացիական պայմանագիրը ճիշտ ժամանակին, իր համար ճիշտ ժամանակին, ընդհանրապես մի քիչ ուշացած, միացավ այդ շարժմանը, այսինքն մենք գնացինք ընդառաջ Եվրոմիությանը, ոչ թե մենք ենք գնացել Եվրոպա, Եվրոպան գալիս էր, մենք գնացինք ընդառաջ։ Պատկերացնում եք, այնպես չի, որ գնացել հերթ ենք կանգնել Եվրոմիության դարպասների մոտ ու նրանք հիմա քննարկում են, ընդունեն, թե չէ, Եվրոպան գալիս է։ Գալիս է Եվրոպան, մենք ընդառաջ գնացինք ու դա լավ է, ես դա ողջունում եմ, ափսոս որ դանդաղ է գնում։ Ովքեր են այսօր տառապում Հայաստանի դեպի Եվրամիություն ուղղված քայլերով, Ազատ Արշակյանն է ներկայացնում ու հավելում, որ Ռուսաստանի հայտարարություններն էլ իրականում խանդի դրսևորում չեն։ Այ ռուսները գնացել են։ Այդ խանդը դա ձևական խանդ է, դա ներկայացում է։ Օրինակ Ուկրաինայում նրանց խանդը իսկական խանդ է։ Դա հրետանի է, ավիացիա է, տանկեր են, ռումբեր են։ Հայաստանում եթե նա խանդ էր, նույն բանը կաներ, ինչպես արել է 1920 թվականին կամ 1828 թվականին։ Այսինքն Ռուսաստանի խանդը ձևական է եւ նրա աջակիցները ընտրովի են։ Ես դա ուղղակի հատուկ նվեր է մեր ժողովրդին։ Տեսեք ովքեր են նրա աջակից, այսինքն ռուսական շահերի ներկայացուցիչները, ռուսասերները ովքեր են քրեական հանցագործներ ըստ դատարանի վճռի։ Միջազգային դատարանը ունի վճիռ, այդ վճիռը չի բողոքարկվել, հնարավոր չի բողոքարկել։ Ես նկատի ունեմ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, այսինքն դրանք հանցագործ են, մենք բոլորս գիտենք, զանգվածային է եղել, բաց է եղել։ Դրանք հիմա հայտարարված են Ռուսաստանի կողմնակիցները, այսինքն Հայաստանում հանցագործները քրեա օլիգարխիկ ուժերը
Ռուսաստանի շահերի ներկայացուցիչն են, դա նույնպես դիտավորյալ է արել Ռուսաստանը, որպեսզի մենք իմանանք, թե ինքը ինչքան հեռու է գնացել մեզանից։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։